Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է ԶՍՏ-ն Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Հայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը։ Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն է կազմակերպվել։ Տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել էր վարչական վարույթ։ Վերջին օրերին կեղծ տեղեկություն է տարածվում, թե Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր եւ փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղարը արձագանքել է այդ տեղեկությանը։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է պատիվ ունեմ խմբակցության հեղինակած ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին ԱԺ հայտարարության նախագիծը, որին հանձնաժողովի անդամները տվել են բացասական եզրակացություն։ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խոսել է մայրաքաղաքում օդի որակի խնդիրների մասին ու զգուշացրել այն կառուցապատողը, որը շինհրապարակում փոշեկլանիչ ցանցեր չտեղադրեց, միլիոններ կվճարի։ Հզոր ձնաբքի պատճառով մոտ 1000 մարդ, այդ թվում զբոսաշրջիկներ եւ ուղեկցող անձինք արգելափակվել են Էվերեստ լեռան տիբեթյան կողմում։ Չինական դրատամիջոցները հայտնում են, կապ են հաստատել ծուղակում հայտնված բոլոր մարդկանց հետ։ Շարմ էլ-Շեյխում այսօր նախատեսված են Իսրայելի ու Համասի անուղղակի բանակցությունները Միացյալ Նահանգների նախագահի խաղաղության ծրագրի պայմանների շուրջ, վերջ դնելու Գազայում արդեն 2 տարի ընթացող պատերազմին եւ ազատ արձակելու պատանդներին։ Օրվա միջազգային անցուդարձը։ Հայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի բնակիչ ԱՕ-ն Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի հետ կապված միջոցառման ընթացքում ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնասը։ Քաղաքացի ԱՕ-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։ Ավելի վաղ հայտնել ենք, որ ահազանգ է ստացվել, որ Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն է կազմակերպել։ Ահազանգը փոխանցվել էր բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին։ Տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել էր վարչական վարույթ։ Վերջին օրերին տեղեկություն է տարածվում, թե Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր եւ փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղարը արձագանքել է այդ տեղեկությանը։ Իսկ ով կամ ովքեր են նպաստել ու նպաստում նման ապատեղեկատվությունների տարածմանն, ինչ նպատակ են հետապնդում այդ անձինք հիբրիդային պատերազմ հրահրելով։ Հայաստանում համապետական ընտրություններին դեռ ամիսներ կան, սակայն քվեարկության արդար եւ թափանցիկ իրականացումը որոշ ընդդիմադիր ուժեր արդեն փորձում են կասկածի տակ դնել կեղծ լուրեր տարածելով։ Օրեր առաջ Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը Facebook-յան էջում գրել էր, թե վրաց-թուրքական սահմանային մաքսակետում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր եւ այլ կեղծ փաստաթղթեր, եւ որ իբրև այդ կեղծ կապոցներում հայկական փաստաթղթեր են եղել։ Որտեղից էր լուրը վերցրել պրոֆեսորը, պարզ չէ, սակայն հրապարակումը չէր պարունակում որևէ փաստական տվյալ։ Փոխարենը սեփական ենթադրության վրա հիմնվելով Գևորգ Դանիելյանը գրել էր, թե ինչպես Վրաստանում, այդպես էլ Հայաստանում այդ կեղծ անձնագրերը կարող են օգտագործվել ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Այսպիսի հրապարակումները կայծակնային արագությամբ են տարածվում ընդդիմադիր մեդիատիրույթում։ Այս կեղծիքն էլ բացառություն չէր։ Ցնցող գլխագրեր, առանց փաստերի փոդքասթներ եւ բազմաթիվ խոր վերլուծական անդրադարձներ եղան, եւ որպիսի հասարակության դեմ ընդդիմության հերթական հիբրիդային պատերազմը դադարեցվի, ներքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ։ Մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքել է տարածված տեղեկությունը, վստահեցրել, մշտապես կապի մեջ են Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկություն է եւ իրականության հետ որևէ աղերս չունի։ Կեղծ լուրերով հասարակությանը մոլորեցնելու մարտավարությանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ապատեղեկություններով կառավարության դեմ բացասական տրամադրություններ գեներացվում են ամբողջ աշխարհում։ Եվրոպական երկրներում կեղծ լուրեր տարածողներն այնքան լուրջ են վերաբերվում հարցին, որ անգամ սոցիալական հարցումներ են անցկացնում, նշել է վարչապետը։ Եվրոպական քաղաքական համայնքի Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարը հանդես եկավ զեկույցով այն մասին, որ իրենց երկրում
Դեզինֆորմացիոն տեխնոլոգիաներ կիրառողները նախապես հանդես են եկել սոցիոլոգիական հարցումով, պարզելու համար, թե որ ոլորտներում դեզինֆորմացիան է, որ հանրության վրա առավել մեծ նեգատիվ ազդեցություն կունենա նրանց տրամադրելու պետության եւ կառավարության դեմ, եւ պարզվել է, որ դրանք 4 ոլորտներն են. առաջինը ազգայնությունը կամ ազգայինությունը, երկրորդը եկեղեցին, երրորդը առողջապահությունը եւ դրա այլընտրանքային մեթոդները եւ չորրորդը դավադրությունները։ Ինձ թվում է պարզ է, թե առակս ինչ է ցուցանում եւ հաջորդ հետեւությունն այն է, որ մեր հանրությունը այնուամենայնիվ շատ հարցերով շատ չի տարբերվում եվրոպական շատ հանրություններից։ Պետական գերատեսչությունները, հատկապես ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները, հորդորում են զերծ մնալ անանուն աղբյուրների չհիմնավորված կարծիքների եւ չճշտված տեղեկությունների տարածումից։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Անդրադառնանք այլ թեմաների պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դե Կոտինիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա գործակցությանը եւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգության առնչվող օրակարգային հարցեր։ Ի պատասխան տարածաշրջանային խնդիրների, այդ թվում Թրամփի ուղի նախագծի, Իրանի խորհրդարանի բարեկարգման հանձնաժողովի անդամը նշել է, որ ստեղծվում է Արաքսի միջանցք, որպես Իրանի եւ Հայաստանի միջև ռազմավարական կապ։ Արաքսի միջանցքը ռազմավարական կապ է հաստատում Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Միջազգային այս միջանցքը նպաստել է երկրի հյուսիս-արևմուտքում տնտեսական զարգացմանը եւ ունի բարձր լոգիստիկ գրավչություն։ Այս նախագծի շինարարությունը, որը հաստատված է եւ Իրանի եւ Ադրբեջանի կողմից, պետք է ավարտվի մինչեւ հունվարի վերջ։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանային գործակցության եւ տնտեսական զարգացման ամրապնդման ուղղությամբ։ Արաքսի միջանցքն անցնում է Արաս եւ Ջուլֆա ազատ գոտիներով եւ հայտնի է որպես Իրանը Կովկասի երկրների եւ Եվրոպայի հետ կապող արդյունավետ ճանապարհ։ Միջանցքը հատուկ ուշադրության է արժանացել նաեւ որպես ռազմավարական երթուղի տարածաշրջանային գործակցության ծրագրերի շրջանակներում, ինչպիսիք են նոր մետաքսի ճանապարհը եւ Իրանի հարավային նավահանգիստների հետ կապը։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է պատիվ ունեմ խմբակցության հեղինակած ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ հայտարարության վերաբերյալ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ։ Հայտարարության նախագծին հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։ Նիստի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության կողմից ներկայացված ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը։ Նիստի ընթացքում իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչները առաջարկել են տեքստին տալ բացասական եզրակացություն եւ անդրադարձել են դրա պատճառներին։ Նախագիծը ներկայացրել է պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նա նշել է, որ հայտարարության շուրջ արդեն իսկ կայացել են խորհրդարանական լսումներ, որոնց ընթացքում Հայաստան խմբակցությունը հայտարարել է, որ միանում է նախաձեռնությանը։ Մամիջանյանը նաև նշել է, որ փաստաթուղթն ուղղված է Հայաստանում ստեղծված արտաքին քաղաքական, ներքին կառավարման եւ անվտանգային խնդիրների արձանագրմանը, շեշտելով, որ սա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չէ, այլ քաղաքական փաստաթուղթ։ Ըստ ընդդիմադիր падգամավորի հանրության շրջանում կա վարչապետին անվստահություն հայտնելու պահանջ եւ իրենք ներկայացնում են ժողովրդի ձայնը։ Քննարկման ընթացքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարությունը որակել է ժամանակավրեպ, նշելով, որ ընդդիմությունն իր ունեցած հանրային մանդատով չի կարող խոսել ժողովրդի անունից։ Ենթադրվում է, որ դրանից հետո պետք է իրավիճակ փոխված լիներ, որ դուք մտածեիք, որ ահա ժողովուրդը ձեզ սկսել է մանդատ տալ, որտեղ ընտրությունների ժամանակ ձեր առաքելության համար ձեզ մանդատ չի տվել։ 22 թվականի ապրիլին դուրս եք եկել փողոց, չեմ հիշում հայրենիքի փակության շարժումներ, թե որ արդեն անունները խառնում եմ, կներեք, ներողություն եմ խնդրում։ Դրանից հետո աշնանը, հետո հաջորդ գարնանը, հետո էլի մյուս աշնանը եւ այդ բոլոր ձեր շարժումների ժամանակ դուք ձեր կողմից ստացված ձայներ, ընդ որում նաև նկատի ունեմ խորհրդարանական ամբողջ ընդդիմության կողմից ստացված ընդհանուր գումարային թվով ձայների նույնիսկ 10% ժողովրդին չեք կարողացել կոնսոլիդացնել գոնե փողոցում, որ մենք տեսնենք, որ ահա 21 թվին դուք ժողովրդի մանդատը չեք ստացել մեզ հեռացնելու, իսկ մենք հակառակը ստացել էինք, չեք կարողացել ցույց տալ, որ ժողովուրդը ահա հիմա եկել եւ ձեր կողքին է կանգնել, որ
մենք ասենք շատ լավ, ժողովուրդը եկավ, մենք պետք է հեռանանք։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ կոչ է արել հանձնաժողովի անդամներին քվեարկել նախագծի դեմ, այն որակելով որպես էմոցիոնալ փաստաթուղթ, որն իր բովանդակությամբ ավելի շուտ շարադրության տպավորություն է թողնում։ Նա ընդգծել է, որ տեքստում գերակշռում են գնահատողական եւ ընդհանրացնող ձևակերպումները, որոնք իրավական փաստարկման պակաս ունեն։ Ըստ Վարդանյանի նման տեքստով որևէ փաստաթուղթ չի կարող ազգային ժողովի հայտարարություն համարվել։ Պարոն Մամիջյան, եթե այս փաստաթուղթը ես վերցնեմ եւ ընկերականաս սուրճի շրջանակներում խոսամ, պետք է ասեմ հետեւյալը։ Պարոն Մամիջյան, սա շատ լավ հարաբերականորեն նախընտրական ծրագիր է, գնացեք սրանով առաջ, բայց խոր չէի տա սրանով գնայեք։ Բացատրեմ ինչու, որովհետեւ հիմա որ ասեմ կզարմանաք, դուք երազելի ընդդիմություն եք։ Մի պարզ պատճառով դուք այս 4.5 տարվա մեջ որևիցե բովանդակային խնդիր, Լեռնային Ղարաբաղի խնդիրներից զատ չեք բարձրացել։ Պարոն Մամիջյան, ձեր խմբակցությունը վերջի 3 տարվա ընթացքում չի էլ մասնակցել այս հանձնաժողովի նիստերին։ Չէ, ավելացնում եմ։ Դուք որևիցե եղանակով չեք անդրադառնում որևիցե խնդրին, որը հուզում է այս շենքից դուրս կանգնած մարդկանց։ Քննարկման ընթացքում հնչել են նաև բովանդակային դիտարկումներ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Անուշ Քլոյանը հարցրել է, թե ինչու հայտարարության մեջ տեղ չի գտել Արցվաշենի հարցը, եթե խոսվում է տարածքային ամբողջականության խախտման մասին։ Նա ընդդիմադիր падգամավորներին հիշեցրել է, որ նրանց կառավարության տարիներին եւս ոչինչ չի արվել այդ տարածքի վերադարձի ուղղությամբ։ Նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում Հայկ Մամնջանյանը պատասխանել է հնչեցված հարցերին եւ ընդգծել, որ սա միայն մեկնարկային փուլն է։ Նա շեշտել է, որ իմպիչմենտի գործընթացը կսկսվի միայն այն դեպքում, երբ երաշխավորված լինի անհրաժեշտ 54 ստորագրության առկայությունը։ Քվեարկության արդյունքում հայտարարության նախագիծը ստացել է բացասական եզրակացություն։ Հանձնաժողովի 9 անդամներից 6-ը քվեարկել են դեմ, 3-ը կողմ։ Չնայած որ նախագիծը հանձնաժողովում աջակցություն չի ստացել, այն կարող է անհրաժեշտ 36 ստորագրություն ապահովելու դեպքում ներկայացվել ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստի օրակարգ։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խոսել է մայրաքաղաքում օդի որակի խնդիրների մասին եւ հայտարարել, որ շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրությունները ուղղակիորեն ազդելու են կառուցապատողների արտոնությունների վրա։ Ավինյանը զգուշացրել է, այն կառուցապատողը, որը շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցեր չտեղադրեց, կվճարի միլիոններ։ Շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված հաջորդ տարի կդիտարկվեն կառուցապատողներին վերաբերող հնարավոր տարատեսակ արտոնությունները։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Շինթույլտվության ժամկետների երկարացման հնարավոր վճարների դուրքերի արտոնությունները նաև դիտարկվելու են շինհրապարակների կահավորման կոնտեքստում, մասնավորապես։ Մեր գործընկերները այսօրվանից պետք է իմանան, որ իրենց շինհրապարակները ոչ պատշաճ կերպով կահավորելու դեպքում իրենք չեն ունենալու այն արտոնությունները, ինչ որ կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին, այսինքն ուղղակիորեն արձանագրությունները այս հարցով ազդելու են կառուցապատողների արտոնությունների վրա եւ ուզում եմ հատուկ շեշտել հենց այս պահից սկսած, որ դա էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների տուրքերի վրա եւ համապատասխան վերաբերմունքը, ինչպիսին կառուցապատողները կցուցաբերեն ավականու որոշման նկատմամբ։ Ավինյանը դիմելով կառուցապատողներին հորդորեց հաշվի առնել, որ չտեղադրված փոշուկլանիչ ցանցերը, օդի որակի չափիչ սարքերը, ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու են վերջիններից վրա։ Այդ որոշումն ավականին կընդունի դեկտեմբերին։ Երևանի քաղաքապետը խոսելով գնոն ու շուկայի հարակից տարածքի կրպակների փնթի տեսքից, ասաց, որ օր առաջ պիտի դրանցից ազատվեն։ Պարոն պետոյանն էլ արդեն իսկ խնդրել եմ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բարեկարգման նախագիծ այդտեղ իրականացնի, այնտեղ ունենք մի քանի առանձին հատվածներում դեռևս գտնվող կրպակներ, որոնք որ իրավական որոշակի կարգավիճակ ունեն, բայց այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ այդ իրավիճակը տվյալ տարածքում պետք է փոխվի։
Անդրադառնալով օդի որակի խնդիրներին Ավինյանն ասաց, որ այն լուրերը, թե Երևանում ամառային աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, իրականությանը չի համապատասխանում։ Սա ապացուցում են այն բոլոր 166 սարքերը, որ տեղադրված են Երևանում։ Ըստ նրա, օդի որակի խնդիրները կսկսվեն նոյեմբերին, այդ առումով մեծ անելիք կա։ Շատերը մտածեցին, վայ դե ինչ մի տենց այդ 2 միլիոն, 3 միլիոն կամ 4 միլիոն դրամ ծախսը անեմ, այդ ցանցերը քաշեմ, փոշու հետ կապված խնդիրները լուծեմ, հենա կվճարեմ այդ 70,000 դրամ։ Հարգելիներս, ես ձեզ վստահեցնում եմ, դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքի համար։ Ես ձեզ դա վստահեցնում եմ։ Այն ավականու որոշումը, որ այս դեկտեմբերին կընդունվի, ուղղակիորեն ազդելու է ձեր ֆինանսական վիճակի վրա։ Եվ այն տուրքերը, որոնք որ դուք ստիպված կլինեք վճարել, չպահպանելով Երևանի ավականու կայացրած որոշումները, վստահորեն շատ եւ շատ ֆինանսական բարդություններ կարող են առաջացնել։ Ավինյանը զգուշացրեց, որ կառուցապատողը փոշեկլանիչ ցանցերը շինհրապարակներում չտեղադրեց, ոչ միայն շատ կփոշմանի, այլև միլիոններ կվճարի։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է 15 շրջանների Ղրիմի եւ Սև ու Ազովի ծովերի վրա 251 ուկրաինական անօդաչու թռչող սարքի խոցելու մասին։ Ըստ գերատեսչության Ղրիմի երկնքում խոցվել է 40 անօդաչու։ Թեոդոսիայում հարձակման է ենթարկվել նավթաբազայի ծովային նավթային տերմինալը։ Ուկրաինական կողմի տվյալներով խոցվել են վառելիքաքսուկային նյութերի պահեստարանները։ Տելեգրամ մարիկները վկայակոչելով տեղի բնակիչներին հաղորդել են նաեւ Ռուսաստանի Բրյանսկի մարզում ջերմաէլեկտրակայանի եւ Նիժնի Նովգորդի մարզում Սվերդոլովի գործարանի վրա հնարավոր հարձակումների մասին։ Հզոր ձնաբքի պատճառով էլ մոտ 1000 մարդ, այդ թվում զբոսաշրջիկներ եւ ուղեկցող անձինք արգելափակվել են Էվերեստ լեռան տիբեթյան կողմում։ Ձյունը սկսվել է ուրբաթ երեկոյան եւ շարունակվել մինչեւ շաբաթ։ Ճանապարհները դարձել են անանցանելի։ Փրկարարական խմբերը եւ տեղի բնակիչները փորձում են ճանապարհները մաքրել եւ ապահովել մարդկանց տեղափոխումը։ Տիբեթի իշխանությունները հայտարարում են, որ Էվերեստի տեսարժան վայրերը ժամանակավորապես փակ են այցելությունների համար։ Չինական լրատվամիջոցներն էլ հայտնում են, կապ են հաստատել ծուղակում հայտնված բոլոր մարդկանց հետ։ Եղանակային այսպիսի պայմանները ուղեկցորդների համար անակնկալ են եղել, սովորաբար հոկտեմբերը ամենաակտիվ ամիսներից է Էվերեստում։ Ջերմաստիճանը դեռ շատ ցածր չէ, երկինքն էլ պարզ է։ Վատ եղանակի, հորդառատ տեղումների եւ հեղեղների հետևանքները ծանր են հատկապես Նեպալում, որտեղ ուրբաթ օրվանից առնվազն 47 մարդ զոհվել է։ Շարմ էլ-Շեյխում այսօր նախատեսված են Իսրայելի ու Համասի անուղղակի բանակցությունները Միացյալ Նահանգների նախագահի խաղաղության ծրագրի պայմանների շուրջ, վերջ դնելու Գազայում արդեն 2 տարի ընթացող պատերազմին եւ ազատ արձակել պատանդներին։ Բանակցությունները տեղի են ունենում Եգիպտոսի, Քաթարի եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Համասի աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ բարդ է լինելու համաձայնության գալ շարժումը զինաթափելու Իսրայելի պահանջի շուրջ, ինչը խմբավորումն անհնար է համարում, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել իր օկուպացիան եւ չի ստեղծվել Պաղեստինյան պետություն, ինչին իր հերթին դեմ է Թել Ավիվը։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։
Եվ թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։ Մայրաքաղաքում եւ մարզերում պարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 20983 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 466 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 404 ոչ սթափ վարորդ, 738 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 121 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 748 հանցագործություն, այդ թվում 145 առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպք, թմրանյութի հայտնաբերման 113, խարդախության 63, ֆիզիկական ներգործության 53, մարմնական վնասվածք պատճառելու 49, հոգեկան ներգործության 37, անձնական ունեցվածքի գողության 32, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 18 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 50 հետախուզվող, գտնվել է 3 անհետ կորած անձ, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 9 դեպք։ 121 ավտովթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, վնասվածք ստացել 196-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 535 դեպք։ Մասնավորապես հրդեհի 143, հրդեհի ծագման սպառնալիքի 35, ճանապարհատրանսպորտային պատահարի 72, կենցաղային կանչի եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք, փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ։ Հայտնաբերվել է 3.5 կիլոգրամից ավելի մարիխուանա, Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նալբանդյան գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում ապօրինի պահում եւ օգտագործում է թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 1-ին զննություն կատարվեց 71-ամյա տղամարդու հողամասում։ Հայտնաբերվեց հողի մեջ թաղված 2 լիտրանոց ապակե 2 տարա, ամբողջությամբ լցված ավելի քան 850 եւ 770 գրամ կանեփանման զանգվածներով, եւս 2 ապակե տարա, հայտնաբերվեց պարսպիտակ թաղված դույլի մեջ 3 եւ 1 լիտրանոց։ Դրանք էլ լցված էին համապատասխանաբար մոտ 1 կիլոգրամ 400 գրամ եւ մոտ 560 գրամ կանեփանման 4 զանգվածներով։ Հայտնաբերված մարիխուանայի ընդհանուր քաշն ավելի քան 3.5 կիլոգրամ էր։ 71-ամյա տղամարդը ձերբակալվել, ներկայացվել է նախաքննական մարմին ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։ Վաղաշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են գողություններ անող խումբ։ Սեպտեմբերի 18-ին համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Մայրաքաղաքի բնակիչ 2 տղամարդ Էջմիածին քաղաքում գտնվող խանութներից կատարել են գողություններ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք սեպտեմբերի 10-ին գնումներ կատարելու պատրվակով մտել են Էջմիածնի Սոս Մանուկյան փողոցում գտնվող սուպերմարկետ եւ հափշտակել մոտ 150,000 դրամի ապրանք։ Իսկ այս դեպքից էլ րոպեներ անց տղամարդիկ մտել էին արդեն Էջմիածնի Բաղրամյան փողոցի սուպերմարկետ եւ նույն կերպ հափշտակել 50,000 դրամի ապրանք։ Սեպտեմբերի 18-ին ժամը 8:30-ին երևանցի 47-ամյա տղամարդը ձերբակալվեց Նորքի իր տանը, իսկ Նորքի բնակիչ 45-ամյա տղամարդը ժամը 9:25-ին Մայրաքաղաքի Գարեգին Նժդեի փողոցում։ Կազմված փաստաթղթերի հետ երկուսն էլ ներկայացվեցին Վաղարշապատի քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով բացահայտվեցին նաև նրանց կատարած այլ հափշտակություններ դարձյալ Էջմիածնում։ Մասնավորապես հափշտակել էին մի քանի 100,000 դրամի էլեկտրական գործիքներ ու դետալներ։ Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։ Մեթամֆետամին իրացնող երիտասարդներ են կալանավորվել, քրեական ոստիկանության բացահայտումը։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ 2 երիտասարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ դրանք իրացնում Telegram սոցիալական հարթակի միջոցով։ Տեղեկությունն իրացվեց սեպտեմբերի 25-ին ժամը 16:50-ին Երևանի Արտաշատի խճուղում բենզոլցակայանի դիմաց 23 եւ 29 տարեկան երիտասարդները ձերբակալվեցին եւ վերջինիս վարած Mercedes Magnus-ի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին համայնքային
ոստիկանության Շենգավիթի բաժին։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք ու կնիկվեց։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ սեպտեմբերի 27-ին խուզարկություն կատարվեց Mercedes Magnus-ի ավտոմեքենայում։ Հայտնաբերվեց ընդհանուր մոտ 150 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, 127 փաթեթ, եւս մեկը մոտ 7 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Շարուրի փողոցում գտնվող 29-ամյա երիտասարդի փաստացի բնակության վայրում խուզարկությամբ հայտնաբերվեց պլաստիկ տարա, 89 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով եւ նույն զանգվածով կպչուն ժապավենի 1 փաթեթ։ Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։